Առավոտյան Արթուրի ընտրությունը հեծանիվն է։ Տնից աշխատանքի հարազատ փողոցներով։ Սա այն է, ինչ սիրում է նա։ Առողջ ապրելակերպը ոչ միայն կենսակերպ է, այլ նաև թարմ մտքերի աղբյուր։ Եվ այսպես տարիներ առաջ Արթուրը հիմնեց Zega Shop ստարտափը։ Այն օգնում է առցանց առևտրով զբաղվող սկսնակ ընկերություններին մեծացնել շրջանառությունը եւ վաճառքները։ Հաճախորդներ ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ Իմ համար մի ուրիշ մոտիվացիա է, որ ես կարողանամ Հայաստանում բիզնես անեմ ու կարողանամ դրսի գումարները բերեմ Հայաստան։ Դե իմ համար դա շատ կարևոր է, որ ոչ թե Հայաստանում ես գումարը պատտեմ, այլ ես կարողանամ դրսի շուկայից այդ գումարները բերեմ Հայաստան։ Իսկ դրսի շուկան Ամերիկա, Եվրոպա, Սաութ Աֆրիկա, Սինգապուր, Ավստրալիա։ Ես միշտ ասում եմ, պետք չի լինել Նյու Յորքի ամենավերևում, որ կարողանաս դու ամբողջ աշխարհի համար պրոդուկտ ստեղծես։ Պետք չի լինել Ամերիկայում, պետք չի լինել Անգլիայում, ճիշտ է, նրանք բավականին հեշտացնում են այն ինչ որ դու անում ես։ Բայց դու նախ պետք է հավատաս, որ դու կկարողանաս նույնիսկ Հայաստանից ստեղծես պրոդուկտ, որը որ Ամերիկայից կառնեն կամ Անգլիայից կառնեն, Ավստրալիայից կառնեն, շատ տարբեր տեղերից, կարողանաս ստեղծես որակով պրոդուկտ։ Նախքան Zega Shop-ի հաջող մեկնարկը Արթուրը մի քանի ձախողումներ է ունեցել, որոնք հետագայում կարողացել են նոր հնարավորությունների վերածել եւ առաջ շարժվել։ Ստարտափի կարևոր փուլերից մեկը մասնակցությունն էր Plug and Play միջազգային ակսելերացիոն ծրագրին։ Արթուրը այսպիսով ընդլայնեց իր շփումները միջազգային մասնագետների հետ եւ նոր փորձ ձեռք բերեց։ Ես ունեի հիպոթեզներ, որը որ Plug and Play միջոցով կարողացա այդ հիպոթեզները իրականացնել։ Կային ստարտափներ, ովքեր որ հասկացան, որ այս ուղղությամբ չպետք է գնային, պետքա սենս գնային, այս ուղղությամբ չէ, մյուսում գնային, բայց բավականին ինֆորմատիվ էր, պրոդուկտիվ էր, այն ժամանակը, որը որ Plug and Play հետ անցկացրեցինք, մոտ 4 ամիս, շաբաթը 3 օր, օրը մոտ մի 3 ժամ, տենց պրոցես էր գնում։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ հիպոթեզները լրիվ իրականացրեցի ու հիմա արդեն ասես մեր լեզվով ասած ունենք մոտ growth strategy, աճի ռազմավարություն, որը որ կարում ենք այդ օգտագործելով փոքր քայլերով գնանք առաջ։ Եթե խոսքը վերաբերում է օրինակ ստարտափ աշխարհին, չկա այդ մեջտեղը չկա, կամ դու մեռնելու ես, կամ դու պետքա տարբերվես։ Հիմա այդ ընտրությունը քոնն է։ Ուզում ես 24 ժամ ու 7 օր աշխատես տարբերվելու համար, չէ, արդեն գիտես դու ինչ ես ընդելու։ Ու սա ոչ թե օդում ասված խոսքեր է, այլ սա իրականությունն է ու շոշափելի։ Խորհուրդ կտամ դրսի ստարտափներին, ովքեր որ ուզում են այստեղ ստարտափը անեն կամ շարունակեն, ինչ առավելություններ մենք ունենք։ Մենք ունենք Network Club, ովքեր որ բաց են գրեթե բոլոր հարցերի համար։ Այսինքն եթե կա խնդիր, դու կգտնես այն մարդուն, ով որ բաց կլինի քեզ խորհուրդ տալու համար։ Այս ամենակարևոր բաներից մեկն է։ Երկրորդը մեր մոտ նաև կան մի քանի venture-ային ընկերություններ, ովքեր լավ իդեաների համար պատրաստ են նաև ինվեստիցիա անելու։ Սա էլ կա։ Բնական է չենք համեմատում դրսի Ամերիկայի հետ կամ ասենք Եվրոպայի հետ, բայց մենք էլ ունենք այդ հնարավորությունները, ովքեր որ պատրաստ են ինվեստիցիաներ անելու։ Այդ երկուս։ Երրորդը դե Հայաստանը երևի թե եթե ոչ ամենա, այլ ամենա safety քաղաքներից մեկն է, ապահով քաղաքներից մեկն է։ Այսինքն իրանք կարան գան ստեղ 24/7 ռեժիմով ֆոկուս լինեն իրանք ստարտափի վրա։ Երբ հարվածային գործիքները սկսում են նվագել, ստարտափային աղմուկը լռում է, տեղը զիջելով ներշնչանքին։ Հենց այս ռիթմի տակ են ծնվում թարմ ու նորարար գաղափարները։ Կարինեն իր ստարտափով փոխել է նորաձևության աշխարհը։ Նա հիմնել է Verify ստարտափը, վիրտուալ հանդերձարան, որը օգնում է մարդկանց մեկ կոճակի հպումով կողմնորոշվել ապրանքների չափերի եւ ընտրության հարցում։ Գաղափարը առաջացավ, երբ սկսեցի on-line գնումներ կատարել ու ինքը սկսեցի բախվել տարբեր խնդիրների, հենց չափերի հետ կապված կամ տեսքի հետ կապված, երբ on-line պատվերներ էի անում ու հասկանում եմ, որ այդքան էլ համապատասխան չեն ու խնդիրներ էր առաջանում հետ վերադարձի հետ կապված, բայց նաև մեծ սեր ունեի դեպի նորաձևություն ու նաև ուսանողական տարիներին, երբ սկսեցի արդեն հենց համակարգչային գիտություններ ուսումնասիրել, հասկացա, որ ինչ ոչ կարող եմ նաև փորձել այդ խնդրի լուծումը գտնել ու այդ տարիներից
հետևից սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես կարելի է հենց տեխնոլոգիաների միջոցով օգնել ու փորձել առցանց գնումները ավելի հաճելի, մատչելի եւ օգտակար դարձնել մարդկանց համար։ Verify-ը տեխնոլոգիան ներմուծեց նորաձևության աշխարհ, դարձնելով գնումները պարզ, խելացի եւ արդյունավետ։ Այս մոտեցումը գրավեց հայկական եւ միջազգային բրենդների ուշադրությունը, որոնք արդեն համագործակցում են ստարտափի հետ։ Մենք օրինակ տարբեր միջազգային մրցույթների կլինի կամ էքսպոների, որ մասնակցում ենք, այդպես փորձում ենք մաքսիմալ հայկական բրենդերի ներկայացնենք մեր պրոդուկտի միջոցով ու այն հետաքրքրությունը, որ մարդիկ գալիս են տեսնում են, որ ինչ հետաքրքիր պրոդուկտ է, որպես տեխնոլոգիական առումով, բայց հետո որ նաև ասում են, գիտեք, ինչ է բրենդը, ականջողը հայկական է կամ ժամոցիցը, հենց ավելի են ոգևորվում մարդիկ ու մենք էլ կրկնակի ենք ոգևորվում, որ ցուցադրում ենք ոչ միայն հենց հայկական տեխնոլոգիան, այլ նաև հայկական բրենդերի միջազգային շուկայում։ Մարդիկ, ովքեր հենց նոր գաղափար ունեն ու ցանկանում են ստեղծել ու սկսել ստարտափի ճանապարհը, առաջին խորհուրդ կտայի, որ պրոդուկտը եւ նաև շուկան լավ գնահատեն, հասկանան ինչքան կարևոր է իրենց պրոդուկտը տվյալ շուկայում, թիրախավորեն մեծ շուկա, ոչ Հայաստանը շատ լավ շուկա է, կարող է լինել լավ շուկա նաև սկսելու համար, բայց հետագայի համար, որպեսզի ստարտափը արագ աճի, հարկավոր է մեծ շուկաներ ներգրավել եւ այդ ուսումնասիրությունը նաև նույնպես ներառեն միջազգային շուկայի փորձի հետ կապված ու իրոք գաղափարին հավատան, պատրաստ լինեն փոխելու գաղափարը, պատրաստ լինեն տարբեր ձևով հարմարվելու, նոր բաների առաջ քաշելու ու նոր գաղափարներ գեներացնելու, որովհետև այն գաղափարը, որից սկսում ես, ու մենք էլ այն գաղափարը, որից սկսել ենք ամենասկզբում ու հիմա ինչով ենք վերջանում, շարունակում, դրանք լրիվ տարբեր են ու պետք է ուղղակի պատրաստ լինես լսել քո հաճախորդին ու անդադ բարելավել պրոդուկտը։ Verify թիմը բաց չի թողել հնարավորությունը մասնակցելու պետության աջակցությամբ կազմակերպված Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրին։ Սա դարձավ ոչ միայն ճանաչման, այլև արժեքավոր կապերի հաստատման հարթակ։ Այն դասերը եւ network-ը, որը ունեցանք աքսելերատոր ծրագրի ընթացքում, մեզ օգնեց նաև տարբեր պրոդուկտին եւ նոր ուղղություններ հաղորդել եւ իհարկե նոր կապեր հաստատել բրենդերի հետ կամ ինվեստորների հետ ապագայում։ Հայաստանը շատ լավ միջավայր է ինչ-որ պրոդուկտ սկզբից ստեղծելու համար ու նաև հենց զարգացնելու համար, տեխնիկական աշխատանք անելու համար, որովհետև մենք տեխնիկական մեծ ներուժ ունենք ու այն մարդիկ, ովքեր մտածում են հենց պրոդուկտը բերել Հայաստանում տեխնիկական թիմեր ունենան, շատ լավ պոտենցիալ ունենք ու պրոդուկտ ստեղծելու հարցում խնդիր իստիմեղ չի լինի։ Ինչ ուրիշ հնարավորություններ է տալիս Հայաստանը, ունենք նաև պետության կողմից աջակցության ծրագրեր, կա նաև գրանտային ծրագրեր, 5 միլիոնի եւ 10 միլիոնի ծրագրերը, որոնցից մենք նույնպես ստացել ենք դրամաշնոր ու դրամաշնորի շնորհիվ կարողացել ենք այն սկզբնական տեխնիկական ծախսերը կլինի կամ պրոդուկտի հետ կապված ծախսերը, որը բնականաբար տարբեր գումարային միջոցներ են պահանջում, կարողացել ենք ստեղծենք այդ պրոդուկտը ու հետագայում նաև այն վաճառենք, սկզբնական վաճառքներ անենք, որը շատ կարևոր է ստարտափի ստեղծման հարցում, որովհետև երբ որ պրոդուկտը դեռ չես ստեղծում, դեռ քո հաճախորդին չես գտնում, նաև շատ դժվար է հենց ներդրողներին գնալ ցույց տալ ինչ-որ մի բան ու փորձել գումար ներգրավել, իսկ այն ամենասկզբնական շրջանը, որ գրանտը տալիս են, հենց այդ իսկական փուլում կարողանում ես այդ գործընթացները ճիշտ կազմակերպել ու հետո նաև արդեն հետագայում ներդրողներին դիմել, որ ավելի մեծ մակարդակի հաջողությունների հասնեն։ Կարինեն Հայաստանը տեսնում է որպես նորարարության իրական հարթակ։ Ինքն է այդ ճանապարհն անցել։ Գաղափարը վերածելով ստարտափի հենց այստեղ, տեղական միջավայրում աշխատելով, փորձառություն ձեռք բերելով եւ միջազգային կապեր հաստատելով։ Այժմ նա սփյուռքահայերին է հրավիրում գալ ու սեփական աչքերով տեսնել, որ Հայաստանը կարող է ոչ միայն ոգեշնչել, այլև գործելու հստակ հնարավորություններ տալ։
Օրինակ մենք շատ լավ ու հետաքրքիր փորձեր ենք ունեցել հաջողակ ստարտափների, երբ համահիմնադիրներից մեկը դրսից է եկել իր փորձով ու նաև մյուս համահիմնադիրը տեխնիկական փորձով այստեղից է եղել ու կարողացել են միավորել իրենց ուժեղ եւ թույլ կողմերը իհարկե ու ստեղծել ստարտափ, որը հիմա այս պահին միջազգային հարթակներում բարձր տեղեր է գրավում ու կարծում եմ այդ համադրությունը Հայաստանում ու սփյուռքահայերի ու հենց տեղացի հայերի շրջանակում շատ լավ աշխատում է, այնպես որ դա կարող է նաև հաջողության գաղտնիքի ինչ-որ նման բան լինել։ Եվ այսպես, հայաստանյան ստարտափ աշխարհը շարունակում է շարժվել առաջ։ Այստեղ գաղափարները դադարում են ուղղակի գաղափար լինել։ Դրանք վերածվում են հաջողության պատմությունների եւ մարտահրավեր նետում նրանց, ովքեր դեռ նոր պետք է կատարեն առաջին քայլը։